Ողջույն, սելի բարեկամ։ Կորուսյալ որդին։ Հիսուս մեկ այլ առակ էլ պատմեց։ Մի մարդ երկու որդի ուներ։ Կրտսեր որդին հորն ասաց. հայր, տուր քո ունեցվածքից ինձ հասնող բաժինը։ Եվ նա ունեցվածքը բաժանեց նրանց։ Քիչ օրեր հետո կրտսեր որդին փողի վերածելով ամեն ինչ, գնաց հեռու աշխարհ և այնտեղ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում։ Երբ ամեն ինչ սպառեց, այդ երկրում սաստիկ սով եղավ, և նա չքավոր դարձավ։ Գնաց, դիմեց այդ երկրի բնակիչներից մեկին, որը նրան ուղարկեց իր ագարակը խոզեր արածեցնելու։ Նա ցանկանում էր իր որովայնը լցնել եղջերենու պտղով, որ խոզերն էին ուտում, բայց ոչ ոք չէր տալիս նրան։ Վերջապես խելքի եկավ և ասաց. քանի վարձու աշխատողներ կան իմ հոր տանը, որ առատ հաց ունեն, իսկ ես այստեղ սովամահ կորչում եմ։ Վեր կենամ, գնամ իմ հոր մոտ և նրան ասեմ. հայր, մեղանչեցի երկնքի դեմ ու քո առաջ, և այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու, ինձ վերցրու իբրև քո աշխատավորներից մեկը։ Եվ վեր կացավ ու գնաց հոր մոտ։ Դեռ հեռվից հայրը տեսավ նրան և գթած, վազեց որդուն ընդառաջ, ամուր գրկեց նրան և համբուրեց։ Որդին ասաց նրան. հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առաջ, այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Իսկ հայրը հրամայեց սպասավորներին ասելով. անմիջապես բերեք լավագույն պատմուճանը և հագցրեք նրան, մատին մատանի դրեք, իսկ ոտքերին կոշիկներ, բերեք պարարտ եզը, մորթեք, ուտենք և ուրախ լինենք, որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց։ Այսպես խնջույքը սկսվեց։